Բանակցային սեղանը ռմբակոծած, դիվանագիտությունը դավաճանած Միացյալ Նահանգների հետ բանակցություններից մեծ հույսեր չունի Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Իրանի ռազմավարական որոշումներ կայացնող շրջանակը այնքան էլ լավատես չէ բանակցությունների նկատմամբ։ Թե 2025-ի 12-օրյա պատերազմից առաջ, թե 2026-ին վերսկսված բանակցությունները Միացյալ Նահանգներն ընդհատել է պատերազմով։ Բանակցությունները մի քանի փուլով ընթացան։ Վերջին հանդիպմանը Ժնևում Իրանը բավականին օպերատիվ եւ իրատեսական առաջարկներ արեց։ Պետք է շեշտեմ, որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները եւս ընդգծեցին, որ դա բանակցությունների շատ լավ մեկնարկ է։ Ամեն դեպքում մենք տեսանք, թե ինչ եղավ մեկ օր հետո։ Նորից ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ Երրորդ անգամ իրանական պատվիրակությունը մեկնում է Իսլամաբադ ավելի վճռական, բայց թերահավատ, ասում է իրանցի դիվանագետը։ Վաշինգտոնից հնչող հայտարարությունները հիասթափեցնում են Թեհրանին։ Նահանգների ղեկավարը նախասել էր, թե Իրանի ներկայացրած 10 կետանոց պահանջները կարող են հիմք լինել բանակցություններ սկսելու համար։ Հիմա դրանց մի մասը անընդունելի է համարում։ Իրանն առաջարկեց 10 կետից բաղկացած ծրագիր, առանց որի մենք համաձայն չենք բանակցել։ Միացյալ Նահանգները Պակիստանի միջոցով հայտնեց, որ համաձայն է այդ 10 կետին։ Ենթադրելի է, որ հենց այդ 10 կետերն են լինելու բանակցությունների հիմքը։ Չնայած հետո տեսանք, որ ամերիկացիները սկսեցին հրաժարվել նախկինում իրենց տված համաձայնությունից, ասելով, թե որոշ կետեր ընդունելի չեն։ Իրանի համար հավասարաչափ կարևոր են 10 պահանջներից յուրաքանչյուրը, շեշտում է դեսպանը։ Բանակցությունները չսկսած, դրանցից մի քանիսը խախտում են։ Իսրայելը հրթիռակոծում է Լիբանանը, նահանգները չի հարգում ուրան հարստացնելու Թեհրանի իրավունքը, խախտվում է Իրանի օդային տարածքը։ Իրանի սկզբունքային դիրքորոշումն է, որ պատերազմը պետք է ավարտվի բոլոր ճակատներում։ Լիբանանը շատ կարևոր է մեզ համար։ Տեսանք, թե վերջին 1-2 օրերին Իսրայելը ինչ ռազմական գործողություններ իրականացրեց Լիբանանում։ 200-300 մարդ զոհվեց։ Մենք հայտարարել ենք, մինչև Իսրայելը Լիբանանում չդադարեցնի ռազմական գործողությունները, որևէ բանակցություն չի սկսվի։ 40 օր շարունակված պատերազմի առաջին շաբաթներին բանակցություններ սկսելու ազդակներ է Թեհրանը ստացել։ Սակայն ցանկացել է շարունակել պատերազմը, ցույց տալ իր ուժը նահանգներին, որպեսզի հետո ավելի շահավետ պայմաններով բանակցեն։ Իրանի ժողովուրդը վստահ է, որ թշնամին նմանօրինակ գործողություններ ձեռնարկելու պատճառով պետք է արժանի պատիժ ստանա եւ պետք է պատերազմի գինը նրա համար այնքան բարձր լինի, որ հետագայում այլևս չնախաձեռնի նմանօրինակ գործողություններ։ Իրանն ուզում է խաղաղություն, վերահաստատում է իրանցի դիվանագետը։ Գանա Մովսիսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։